Այս վիդեոյում ես կայցելեմ Կիրովական եւ Արմավիր քաղաքներ, որտեղ կանցկացնեմ 2 մինի ֆան հանդիպում։ Քաղաքներից մեկում պրովոկացիոն պաստառով փորձում էին փչացնել մեր ֆան հանդիպման տրամադրությունը։ Մի արա, տենց բաներ մի արա, դու պայտանը նայի։ Իսկ ամենավերջում կայցելեմ բաժանորդիս տուն եւ կնվիրեմ նրան գաղտնի նվեր։ Եկեք սկսենք։ Անպայման լայքեք այս վիդեոն եւ մեկնաբանություններում գրեք, եթե կցանկանաք, որ նմանատիպ վիդեոները մենք ավելի շատ նկարենք, գանք մեր բաժանորդների քաղաքներ, գյուղեր, տներ, սենց են որ ավելի մոտիկացնենք մեր կապը, որովհետեւ այդ ամեն ինչը մենք դեռևս անում ենք 2020-19 թվականներից սկսած։ Մի խոսքով մեզ բարի ճանապարհ կհանդիպենք Կիրովականում։ Տղաներ, իսկ դուք գիտեք, որ Կիրովականը համարվում է երրորդ քաղաքը Հայաստանում։ Գրիգ, դու գիտես։ Իհարկե։ Գիտես, աշ դու գիտես։ Այո, ես գիտեմ 1828 թվականին։ Ինչ կարծիք ունեք մեր Երևանի օդի մասին, որ տենց կեղտոտ է։ Օրինակ ես որ եկել եմ Ռուսաստանից, ճիշտ ասած, ես հատայնում եմ, որ ինչ որ մառախլապատ է, բայց որ ասեմ, որ ինչ որ նմանատիպ տենց շնչելուց զգամ, տենց չի։ Այս օդը տենում եք, ժողովուրդ, այս սև օդի պատճառով է, էլի, որ օդը սենց կեղտոտ է լինում։ Դե ինչ սիրելի ընկերներ, մենք համարյա հասել ենք հրապարակին, կես ժամ ուշացել ենք, որ ճիշտն ասեմ։ Ինձ թվում է դա բավական շատ է ուշանալու համար, բայց դե ինչ անենք էտեր։ Հեն ձեռով են անում։ Օրո։ Ուրիշ ինչ շատ են արա։ Ապա այստեղ աչի վրա կայնի, էլի, աշ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև բոլորին։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Օրո, մի վարքան։ Եկեք գնանք կենտրոնական հրապարակ։ Հա, անպայման։ Հեսա կնկարվենք, ախպերը սաղի հետ կնկարվենք։ Դոզետ, եկեք գնանք։ Օրո, այս YouTube-ի վլոգը։ Սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, մենք արդեն Կիրովականում ենք, բարև, բայց քանի որ մի քիչ շատ են մարդիկ, պետք է անցնենք փողոցը։ Երեխեք զգուշանցեք փողոցը, սաղը զգուշանցեք։ Մեկա, այս շոշոտ ատիներ քարդան։ Հա, բայց նրա վրա վիդեո է սա դուրս գալու, էդ ինա դու յա, բարև ձեզ, եկեք հրապարակ։ Եկեք։ Բարև։ Բարև ձեզ։ Աշանորդա գրվիկ 200,000։ Նամր լայքերը թվի։ Ոնց է Կիրովական։ Ապրեք ջերմ ընդունելության համար։ Կիրովական ոնց եք։ Հաջորդ վիդեոն որն է լինելու ու հոգեկան հիվանդի հետ դա է լինելու։ Երևի շատերը ժոժոտ ատի հետ կապած հարց ունեն։ Բայց նայեք, դուք ուղղակի չգիտեք ինչի համար է այդ նկարվել ու ինչ վիդեո մոտակայքում սպասում։ Սենց ասեմ, վիդեո կա, որը այդ վիդեոից ավելի առաջ է նկարվել, որը տեղադրվելու է մոտակա, ուղղակի մոնտաժը չեմ հասցրել նրան։ Ինքը իրական հոգեկան։ Գցեմ։ Դեսո գցում ենք։ Բաժանորդագրվեք, Լայք։ մեկ կարակ վանաձորում գժի հետ։ Գնում ենք Արմավիր, Իրականում հրմշտոցը շատերիս խանգարեց։ Չէր ստացվում նորմալ նկարվել եւ թողնել ստորագրություն։ Խոսել եւ քննարկել վիդեոների մտքեր եւ հարցնել, թե ինչ վիդեոների եք ավելի շատ սպասում։ Բայց այս ամենի մեջ ես անսահման գնահատում եմ ձեր ներկայությունը եւ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով եկավ մեր հանդիպմանը։ Նաեւ շատ շնորհակալ եմ ձեր պատրաստած նվերների համար։ Նրանք միշտ կպահեմ եւ կհիշեմ մեր հանդիպման մասին։ Կիրովական, անչափ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Այս հանդիպումը մնաց իմ սրտում։ Գրկում եմ բոլորիդ, իսկ մենք ուղևորվենք դեպի երկրորդ քաղաք։ Սիրելի Կիրովականցիներ, ապրեք շատ որ եկաք, իրականում շատ էր հրմշտոցը ու մարդ կար 1-2 անգամ էր նույնիսկ նկարվում, մնացածները չէին հասցնում։ Հիմա մենք շարժվում ենք դեպի Արմավիր քաղաք։ Ձենիցս կարաք հասկանաք, որ մի քիչ շատ են գոռացել, դրա պատճառով ձենս քաշվել է։ Մի խոսքով Արմավիր մենք հասնում ենք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Այդ միկրոֆոնը միացնենք։ Ոնց եք։ Կիրովական ընդհանրապես դուրս գալ չէր ելնում։ Ոնց եք։
Կներեք մի քիչ։ Հոգեկան Հիվանդի վիդեոն արվի։ Կնկարվենք, հեսա կնկարվենք, եկեք գնանք նստեղ, որտեղ մեքենաները չեն գնում։ Ապա։ Բայլուս, դու վախում ես որ գնացի։ Միկա, էսի է տալու է։ Միկա, դու վախացել ես որ գնացել ես այդ բանի մոտ։ Ես քեզի ֆոլով եմ, Միկա։ Սիրելի ընկերներ, մենք հասել ենք ու հիմա գտնվում ենք Արմավիր քաղաքում։ Արմավիր, ո՞նց է տրամադրությունը։ Արմավիրը շատ ջերմ ընդունում է, շատ ապրեք։ Իրոք շատ ուրախ եմ, որ բոլորդ եկել եք։ Ձեզի։ Ախպերս, մի 10 անգամ է ցույց տուր։ Կամ։ Ես նվեր, հա։ Չեմ ուզում, մերսի։ Մի արա, ախպեր, տենց բաներ մի արա։ Դու պայտանը նայի։ Բանը նրանում է, որ սա բաժանորդիս կողմից նվեր չէր, այլ այն պրովոկացիոն պաստառն էր, որը մեր հանդիպման ամենասկզբից ցուցադրվում էր այս տղայի կողմից։ Իսկ մնացած բոլոր նվերները բաժանորդներիս կողմից ես ընդունել եմ եւ շատ շնորհակալ եմ նրանց համար։ Շատ սիրուն ամ է։ Որն է ձեր մոտ ալիքի ամենասիրած վիդեոներից։ Որը։ Բան չեմ հասկանում ժո։ Գիշեր հոգեկան Հիվանդի հետ։ Մի խոսքով այդ ֆորմատը սիրում են, էլի։ Իդեպ ասեմ, որ լքված մետրոյի երկրորդն ենք պատրաստում, շուտով դուրս է գալու։ Ես այրվում եմ։ Ինչ էիր ուզում ասեիր։ Ոչի բան, ուղղակի ուզում եմ նկարվեմ։ Ես դեռ վիդեոներն եմ շատ սիրում, բայց չեմ տեսել։ Երկու խոս ձեր կյանքից։ Նորմալ էլի կամաց հենց։ Մի հատ միկրոֆոնը կբերես։ Միկրոֆոնը։ Բաժանորդագրվեք։ 100%։ Что такое։ Միկրոֆոնի պահով։ Հա, այո, ինքն է ասում է։ Առաջի անգամ քանի տարեկանում ես վիդեո դրել։ Երևի 18 տարեկանից սկսել եմ, էլի, 19։ Ավելի շուտ էլ կարող է։ Դու վիդեոյում ես, ինչ կասես։ Բաժանորդագրվեք։ Միկա Հա, բայց հետ գնա, որ ընկնես, թե չես ընկնա։ Ինչպես տեսնում եք, ես փորձում եմ գնալ դեպի մեքենա, բայց դա ինձ մոտ այդքան էլ չի հաջողվում։ Արմավիր, անչափ շնորհակալ եմ բոլորից ով եկավ։ Շատ ուրախ էի ձեզ տեսնել։ Իսկ ես գնամ, քանի որ դեռ պետք է այցելեմ հետևորդիս տուն։ Դե ինձ սիրելի ընկերներ, 1 վայրկյանով պաուզա տանք վիդեոն, ձեզ այսօր կուզենամ խորհուրդ Quattro VPN-ը, որի շնորհիվ դուք կարող եք ձեր լոկացիան փոխել, օրինակի համար Հայաստանից Ֆրանսիա, Ֆրանսիայից Իտալիա, յուրաքանչյուր երկիր կարող եք ընտրել Quattro VPN-ի հետ միասին։ Նաև Quattro VPN-ի հետ դուք կարող եք աշխատել գումար, այսինքն ուղարկելով լինքը ձեր ընկերոջը, որ նա միանա Quattro VPN-ին, դուք դրա դիմաց կստանաք գումար։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, անպայման միացեք Quattro VPN-ին, ուղարկեք լինքը ձեր ընկերներին եւ աշխատեք գումար։ Լինքը նկարագրությունների բաժնում անպայման անցեք եւ աշխատեք գումար եւ փոխեք ձեր լոկացիան։ Իսկ մենք շարունակում ենք։ Սիրելի ընկերներ, ուրեմն մի ձև նստեցի մեքենան, որովհետև մի այլ տիպի հրմշտոցեր ու ոչ մեկինը չէի ուզում նեղացնեի, որ ասեի հեռու գնացեք, սենց են, որ նստեցինք ավտոն, ավտոին էին սկսում խփել, մի խոսքով Արմավիր ամեն դեպքում շատ ապրեք։ Կամաց դուրը։ Ապրեք։ Կամաց եք էլի երեխեք։ Հաջող ապրեք, որ եկաք, երեխեք հետ քաշվեք։ Ահա։ Երեխեք մի խփեք էլի։ Երեխեք մի արեք։ Իրոք շատ ապրեք, որ եկաք ու դարձաք մեր այս հանդիպման մի մասը։ Հիմա ես գնում եմ իմ բաժանորդի տուն, որպեսզի նրան տամ նվեր ու դրանից հետո արդեն գնամ մի քիչ հանգստանամ, որովհետև իրոք շատ ծանր է այս ամեն ինչը։ Դե ինձ սիրելի ընկերներ, մենք հենց հիմա գտնվում ենք Արմավիր գյուղում ու ես հենց հիմա պետքա գնամ իմ բաժանորդներից մեկի տուն, ում հետ շուտվանից խոսացել է իր ծնունդը շնորհավորել էի ու որոշեցի հենց իր տուն էլ գնամ։ Իր համար նվեր ենք բերել։ Մեկնաբանություններում գուշակեք ինչ նվեր է, ահա որ ձևի հոգնած ենք, երկու հատ ֆան հանդիպում ենք այսօր ունեցել իրար վրա ու հիմա էլ գնում ենք տեսնենք մեր աղբորը իրան էլ նվիրենք մեր կողմից, գնացինք։ Մենք հասել ենք արդեն Ալեքսի տուն, արդեն 2 քաղաքներում եղել ենք, ահավոր ձևի հոգնել ենք ու վերջին վերջնակետը մտնում ենք Ալեքսի հետ մի հատ բարև ենք, լավ ժամանակ անցկացնենք ու դրանով մեր այս վիդեոն ավարտենք։ Եկեք գնացինք։ Привет։ Արի պաչեմ։
Ոնց ես։ Հիշում ես որ զանգել էի քո ծնունդը շնորհավորել էի։ Պատկերացնում ես այդքան երեխեքից, այսօր երկու հատ քաղաք են գնացել, ուրեմն առաջինը Կիրովականներ, երկրորդը Արմավիրներ, ու հետո էլ եկանք քո մոտ, հենց դու այդքան մարդուց քեզ են ընտրել, որ գանք քո մոտ, քեզ մի հատ տենանք սենց մոտիկից առանձինի։ Ուրախ ես։ Միամշան։ Էս քեզ նախ էս քեզ։ Ես օրինակ ասել էի բաժանորդներին, որ իրանք մեկնաբանություններում մտնեն գրեն իրանց կարծիքով, ինչա լինելու։ Դու ինչ ես մտածում, ինչա։ Չգիտեմ։ Չգիտի, լավ, հեսա կբացի կնեն։ Ես շնորհակալ եմ, որ ինձ ավելի լավ նվեր արեք ու անպայման բաժանորդագրվեք ու լայք դրեք։ Ճիշտ ասում, ժողովուրդ, անպայման բաժանորդագրվեք ու լայք դրեք, շնորհակալություն կարիք չկա ընդհանրապես։ Ես ուրեմն ոնց ա եղել պատմությունը։ Ես զանգել եմ Ալեքսի ծնունդը շնորհավորել եմ ու հետո որոշել եմ, որ Հայաստան գամ, մի հատ անպայման պետք է հանդիպենք ու իմ կողմից նվեր տամ։ Հələ գնա բացի նվերը, տես ինչա։ Ինձ թվում է մի քիչ մեծ կլինի։ Նայեք, ես պատմեմ ինչա։ Շապիկներ ու հուդիներ էինք սկսում արտադրել, բայց հələ վաճառքում չկա։ Եթե տեսած կլինես iPhone-ի վիդեոն, որը ցենց տրակցիոնում ենք, այդ վիդեոյի մեջ առաջի անգամ ցույց ենք տվել ու հիմա քեզ մի հատ ցենց հուդի ենք բերել, իսկ այդ հուդիները դեռևս ոչ միտեղ չկան, այդ հուդիներից ունեմ ես, Արամը, մեկ էլ մեր օպերա, նույնիսկ ես հիմա Հայաստան հետս չեմ բերել։ Էսի կտանեմ դասարանցիկից ցույց կտամ։ Այսի կարաս ցույց տաս, որտեղ մենակ դու ունես հələ որ։ Փոյջում է սեն վիդեո կա։ Տեսել ես այդ թագը։ Դե վсё, շնորհավոր։ Լավ էլ սազում է։ Օպերատորը չէ։ Օպերատորը ով Դիման։ Դե ինքը Ռուսաստանում է մնացել, հələ որ ստեղ չի, բայց կարող եմ նենց մի օր մի հատ մեծ ֆան հանդիպում կազմակերպենք, ինքն էլ գա։ Արի նստի կողքս։ Այն գիշեր առաջին հոգեկան հիվանդի հետ այն տանակով Իլինայի հետ լավարի։ Լավարինք։ Այդ տեսել ես այդ վիդեոն։ Ես որ Ալեքսի հետ խոսացել էինք, ինձ ասել էր, որ ինքը իմ վիդեոներից ամենաշատը հավանում է պաղկվոցին։ Կա տենց բան։ Հա, ու մեկը առևանգում։ Ու մեկը առևանգում է։ Քանի տարի է ինձ հետևում ես։ 20։ 20 հենց ուղիղ։ Բա դու քանի տարեկան ես։ 8։ Ես լրիվ հասկացա քեզ։ Լավն էր։ Ոո, մեկ վարքյանով շեղվենք վիդեոից։ Եթե դու ուզում ես մնալ աննկատ եւ կոճակի մեկ սեղմումով փոխել քո IP հասցեն, ապա այդ հարցում քեզ կօգնի Proxy Line-ը։ Proxy Line-ը կհատկացնի ձեզ լիարժեք նոր եւ մաքուր հասցե։ Օգտվել կարող եք անսահմանափակ քանակությամբ, իսկ ցանկության դեպքում կարող եք գնել մի քանի հասցե միանգամից։ Proxy Line-ում դուք կարող եք ընտրել յուրաքանչյուր երկիր։ Իդեպ, բացի երկիր ընտրելուց կարող եք ընտրել քաղաք եւ կոնկրետ հասցե եւ օրինակի համար հայտնվել Մադագասկար կղզիում։ Proxy Line-ը շուկայում է արդեն 7-ից ավել տարի եւ համարվում է լավագույնը իր գործում։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, իսկ այստեղ կտեսնենք նրանց Telegram-ի QR կոդը։ Իսկ նշելով MIGA պրոմո կոդը դուք կստանաք 10% զեղչ։ Եկեք շարունակենք վիդեոն։ Նստել ենք, մեր վիդեոներն ենք նայում։ Դու ուզում ես բլոգեր դառնաս։ Ալիք ունես։ Իհարկե ոչ։ Յա, բա քիչ ունես։ Չգիտեմ։ Քեզ մի հատ ալիք բաց, սկսի վիդեոներ նկարես, ինձ մի հատ գրի, ես քեզ մի հատ իմ ալիքում կգցեմ, գովասկանեմ։ Դե մյուս անգամ որ գանք մի հատ քեզ հեռախոս կբերենք, եղավ, պայմանավորվեցինք։ Մյուս գալուց մի հատ մեր կողմից հեռախոս, բայց մի պայմանով, որ այդ դասերին չի խանգարելու, այդ հեռախոսով օրինակ վիդեոներ ես անելու։ Պայմանավորվեցինք, դսխմի մի հատ է ձեռս, այս բա հիշեցինք, ֆիքսեցինք այս ամեն ինչը։ Նիկաթանգյանի իստորիան տեսել է, որ ասում է ես գալիս եմ Հայաստան։ Եկավ մենք դուրսը հացակուտում, ասեց Աստված ջան, ես ոնց անեմ, որ Նիկաթանգյանին տենամ, պապան Երևան ես տենամ։ Ու դրանից 2 օր հետո դուք զանգեցիք մեզ։ Հա, տենում եք ինչ լավ ստացվեց։ Արի քեզ հաջող անենք, մենք գնում ենք, ուրախ էինք որ քո հետ ծանոթացանք։ Ես քեզ հիշում ես, չէ՞, ինչ խոսք տվեցի։ Այս սրանով մեր օրը համարյա ավարտվում է, դուք էլ ապրեք շատ լավ ընդունելության համար։ Հա, մենք շարժվենք, շուտով կհանդիպենք, եղավ։ Քեզ սազում է, լավն է, դա այդի։ Արի պաչեմ թուշը։ Դե ինչ սիրելի ընկերներ, մենք վերջապես հասանք Երևան քաղաք, արդեն Երևանում ենք, ուզում եմ ձեզ ցույց տամ մի քանի նվերներ, որոնք դուք բերել եք ձեզ հետ, օրինակի համար այս գեղեցիկ բանը, Միկա, գիշերօքեկան հիվանդի հետ ու կարմիր դուր, դեղին դուր վիդեոից, ուրեմն սա, տես ամեն ինչը պահելու եմ, մի մտածեք, ստեղ էլ գեղեցիկ մի հատ sense A4 ֆորմատի թղթի վրա բան եք սարքել, նաև Արմավիր քաղաքում մի հատ sense գեղեցիկ բան ենք ստացել, նայեք իմ նկարներն ա ու վիդեոներից ինչ որ հատվածներ, մի խոսքով ապրեք շատ
նկարների համար, այս նկարները պահելու եմ միանշանակ։ Այս ճղվածն է, որ ճիշտ ասեմ, ես չեմ ճղել, ինքը սենց կամ ֆան հանդիպումից է ճղվել, կամ էլ չգիտեմ։ Դե ինչ, այսքանով ավարտենք այս վիդեոն, ապրեք բոլորդ նվերների համար, մենք գնացինք եկանք, մեր պլանավորածը արեցինք, բոլորիդ one love որ եկաք, ապրեք շատ, անպայման բաժնորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին եւ Instagram-ին, որովհետեւ այնտեղով եմ շատ հաճախ հայտնում նմանատիպ բաների մասին։ Մենք գնում ենք, բայց գալու ենք։